Կրկին եռանկյունի տուն ռեստորանում ենք եւ ինչպես խոստացել էի պատրաստելու ենք մեր top 5 ուտեստները եւ այսօր հերթը քալագյոշինն է, պատրաստում ենք քալագյոշ տհալով, որովհետեւ Գորիսում կերել են քալագյոշը ղարունայով։ Մատուցման ափսեի մեջ տեղավորում ենք չորացրած լավաշը եւ ավելացնելու ենք հիմա ոսպը ու արդեն տեղավորենք մատուցման ափսեի մեջ, վերջում վրան ավելացնենք չորաթանով պատրաստված թանապուրը, չորաթանը այս տեսքն ունի, երբ որ արդեն ջրով բացվում է, այս տեսքն ամենում շատ հարուստ քամ է ապահովում։ Քալագյոշի ամենակարևոր երկու բաղադրիչներն են եղնիկի խոտը եւ չորաթանը, եղնիկի խոտն էլ սա է։ Այ երբ արդեն սոխառածը ոսկեգույն է, ավելացնում ենք ոսպը, ավելացնում ենք եղնիկի խոտը եւ խառնում ենք։ Մի րոպե հետո թողնելու ենք հանգստան։ Քալագյոշին ավելացնում ենք կես թեյի գթալ չորաթան, արդեն նախապես 1 օր առաջ փրկում ենք։ Եվ եթե ձեռքի տակ ունենաք խաշած ոսպը, դա հալը արդեն պատրաստի թանը, ընդամենը 10 րոպեում կարող եք երեկոյան ընթրիքին պատրաստել քալագյոշ։